Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն քարոզարշավի այս թեժ փուլում դուք հայտարարեցիք, որ Հայաստանում կանոնատեսներ, ոչ միայն քաղաքական, այլ իրավական առումով ձեր հայտարարությունից հետո երեք արդեն քրեական գործ հարուցվեց եւ բարձրացավ խոսքը Բարգավաճ Հայաստան Հանրապետության երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի մասին է ըստ ձեր իրավապահների։ Դուք այս օրերին բարբերաբար զգուշացումներ եւ սպառնալիքներ եք հիշեցնում ձեր գլխավոր ձեր իրավունքայնված այդ երեք ուժերի ներկայացուցիչների հասցեին եւ այս ֆորումն է այս գործառույթում արդյոք սա ինչ է մարդկանց համար կարծել որ իրավապահները գործել են ձեր ցուցումով այս քրեական գործառույթներով եթե ոչ այդտեղ նկարագրված դեպքերը վերաբերում են 2026 թվականի ապրիլի ազգային ժողովի տեղի ունեցած ակտիվիստի ենթադրում եմ մանրամասներից տեղեր կլինեն խոսքը արդյոք սահմանազատման հանձնաժողովների սահմանազատման գործընթացի վերաբերյալ այդ ակտիվիստի մասին է, որի ներկային եղել փոխվարչապետն ու արտգործնախարարը եւ այս ողջունության գործը եթե դա ցույց չէ եւ իսկապես այն պրոցեսը, որը իրավապահները խնդրում են, դուք ինչպես եք գնահատում այստեղ իրավապահների աշխատանքները, այսինքն ստացվում է, որ 2 տարի ձեր եւ նրանց պատմամբ լավտեսը եղել է ազատության մեջ եւ շարունակել է գործել եւ երրորդ հարցը դուք նաեւ այստեղ նկարագրված է այն շրջանը, որտեղ Անդրանիկ Թևանյանը չի եղել ազգային ժողովի պատգամավոր, բայց այդտեղ նշված է, որ հավաքագրել են հասել դուք ունեք դերակատարություններ, այսինքն նիստից ներկա ինչ-որ մեկն է կամ գուցե երկուսն էլ չգիտեմ, մարդիկ են նրան դերակատարություններ փոխանցել այդ դեպքում պատասխանատվության այլ շրջանակներ արդյոք այս գործընթացը նկատի ինչ ես վարկեցի ես քրեական գործը եւ էմբրեդումները որ դուք եք հիշեցնում ինչպես է կապված սա արդյոք հենց հարաբերությունների ճգնաժամի մասին չի փաստում եւ առհասարակ ձեր գնահատմամբ ինչպես այն կանդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների Շնորհակալ եմ նախ քրեական գործի մասին եկեք արձանագրենք որ գործի օպերատիվ հատված իրականացրել է վարչապետի ենթակա մարմինը ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն ես բնականաբար բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել։ Երկրորդը, երբ որ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Այսինքն մենք հիմա էլի ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնում։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի ցանցերը բացահայտվեն։ Գործելակերպերը բացահայտվեն, ել չեմ ասում լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին եւ ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ որ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։ Այսինքն պարզ է, չէ՞, լրտեսը գործունեություն է ծավալում։ Հենց իմացանք լրտեսը գնալ միանգամից բռնելը, կներեք դա գրագետ չի։ Պետք է թողել իր կապերը տեսնել ում հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ինչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը իրան, ինչի մասին է այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա են չէ տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին։ Ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է հայտնվում, ոնց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումից է ստանում հրահանգը, ինչու է կատարում այդ հրահանգը, գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Չ կլասի լրտես է։ Հասկանում է, թե չի հասկանում, թե հասկանալու հետ խնդիրներ ունի, եւ դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվի, չէ՞։ Կապ ունի արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ գործոնով իր վրա ազդել են, թե չեն ազդել։
թե ինքը կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե ինչ-որ բիզնես շահեր ունի, եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտենք, որ լրտեսներ են։ Իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Որ պահին ճիշտ համարենք գործողություն անել, այն պահին ճիշտ է անում ենք այդ գործողությունը, որպեսզի այդ ռեսուրսը իր օպերատիվ հետաքրքրությունը, մեր հետաքրքրությունը ամբողջությամբ բավարարվի։ Որոշումը կայացում այն պահին, երբ որ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, այլ նոր բան իմանալ չենք կարող, հետեւաբար պետք է գնալ արդեն գործողության։ Գործողությունը կասեցնել։ Մանրամասների մասին քննչական մարմինները ըստ պատահության կտեղեկացնեն, որովհետև դա արդեն քրեական գործով քննվող հանգամանքներ են, որոնց վերաբերյալ հետագա պարզաբանումները կտրվեն